Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր նախընտրական ոդքասթի հյուրը Հովիկ Աղազարյանն է, ազգային ժողովի պատգամավոր։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, մերսի, դուք լավ եք։ Լավ է, չէ, որ չեք մասնակցում ընտրություններին եւ կողքից այսպես հետևում եք։ Դա մեջ ինչ-որ հետաքրքրություն կա, Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այն ամենի շուրջ, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որովհետեւ դուք որպես քաղաքական գործիչ ով չի մասնակցում ընտրություններին կարողանում եք հավանաբար օբյեկտիվ գնահատել իրավիճակը։ Ինչպես եք գնահատում Փաշինյանի շանսերը վերընտրվելու։ Ցածր եմ գնահատում, ոչ թե բան անհուսալի ցածր, այլ ուղղակի ցածր եմ գնահատում, ասենք իմ գնահատականներով մոտավորապես 45%-ի կողմերն է լինելու արդյունքում, ասենք այդ փոշիացված ձայներ եւ այլ բոլորը միասին ընդհանուրը վերջնականը մի 45%-ի մոտ է լինելու։ Ունենք դա, բայց մենք ունենք նաեւ ուրիշ բան։ Փաշինյանը եւ իր ասենք որոշակի թիմակիցներ իր շրջապատի այնպիսի իրավիճակում են գտնվում, որ ցավոք սրտի իրանք պատրաստ չեն հեռանալ։ Հանգիստ հեռանալ պատրաստ չեն։ Հեռանալ հանգիստը անհանգիստը չեմ կարող ասեմ, իրանք պատրաստ չեն իշխանությունը թողնել։ Ինչ պետք է անեն։ Ընդհանրապես այսպեսի բանաձև կա, որ կներեք իմ բանաձևն է, որ ցանկացած քաղաքական ուժ, որ գտնվում է իշխանության, պետք է ամեն ինչ անի օրենքով եւ համանդրությամբ համալած կարգով, ամեն ինչ անի իր իշխանությունը պահելու համար։ Թոշակ բացասնի դա նույնիսկ այդ բանը սուտի этаպովագրությունը բանման անի, իշխանությունը պահի, որպեսզի իր ծրագրերը հասցնի կյանքի կոչի եւ իր տարայությունը մատուցի ժողովրդին։ Շատ բարձր բանը նպատակ։ Բայց նաեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ միշտ պետք է պատրաստ լինի իշխանությունը կորցնելու։ Եթե մենք այդ ձևի իրավիճակ չենք ստեղծում, եթե իշխանության կորուստը դառնում է լրիվ այլ բնույթի արդեն հարց, ապա դա շատ վատ է։ Մենք այսօր այդ վիճակում ենք գտնվում։ Տեսեք, պարոն Աղազարյան, դուք թերևս բոլորից այն քիչ մարդկանցից եք, որ ներսից ճանաչում եք, թե Փաշինյանին հետ անմիջապես շատ այսպես մտերիմ շփում եք ունեցել, աշխատանք եք ունեցել, տարբեր իրավիճակներում եք նրան տեսել, տարաձայնություններ եք ունեցել եւ այլ, եւ նաեւ ճանաչում եք ԿՊ-ն, եւ նաեւ ճանաչում եք այն մարդկանց, ովքեր այսօր Փաշինյանի շուրջ են, եւ ինձ հետաքրքիր է ճանաչելով այդ մարդկանց ռեալ ինչ կարող են նրանք անել, եթե մենք հունիսի 7-ին գնում ենք ընտրությունների եւ արդեն կեսգիշերին պարզ է լինում, որ Փաշինյանի կուսակցությունը պարտվում է։ Ինչ են անելու։ Պետք է կանգնացնեն հաշվարկը, ինչ են անելու։ Ես կարծում եմ բանը չի հասնելու հունիսի 7-ին, որովհետև Փաշինյանը ամեն օրյա, ամեն ժամյա, ամեն րոպեյա ռեժիմով հետևում է ընտրարշավին, այս գործընթացներին, եւ ակնհայտ է, որ փոփոխությունները ոչ միայն ինքը կարող զգա ծառայությունների, հատուկ ծառայությունների, այսպես կոչված հարցումների, ներքին հարցումների ուսումնասիրությունների վրա հենվել հետօրտակոստել է այդ ամեն ինչներում։ Արդեն ընդդիմությունը ահագին դեպքերում օրակարգ է թելադրել եւ կարեւորագույն օրակարգը, որ թելադրել ընդդիմությունը, դա 3 տեղի ունեցավ։ Հա, երբ որ պարոն Կարապետյանը, հա, Սամվել Կարապետյանի նոր այդ Սաֆարովի Մենակ պետք է Սաֆարովների պետք է լիներ, ես իմ առաջարկությունը հնչեցրել եմ հրապարակ թերթում, որ պետք է լիներ Սաֆարովների, այսպես կոչված կանխարգելման, ոչ թե Սաֆարովի։ Բայց բոլոր դեպքերում դա արդեն առաջի շատ լուրջ էլիա դեպքեր եղել, որ արձագանքել են Նիկոլ Փաշինյանի անպարկեշտ կեսվածքին եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը շատ հաճելի էր տեսնել իր հումորի զգացումը եւ վստահությունը իր Այսինքն այս պահին գոնե հետ երբ որ դուք հետևում եք տեսնում եք որ Փաշինյանը պարտվում է բայց ասում եք որ նա հասկանալով որ պարտվում է գործը չի հասնելու ընտրություններին բայց ինչ անելու այսքան օրը իմ համոզմամբ ինքը ուժեղ Հայաստանին դուրս հանելու ծրաշավից
Կարծում եք։ Առաջիկա օրը հակառակ դեպքում պարտվում է։ Հակառակ դեպքում պարտվում է հավաքական ընդդիմությանը, ոչ թե Սամվել Կարապետյանին, Այլ հավաքական։ Հավաքական ընդդիմությանը։ Իսկ ինչ անել է ուզում Սամվել Կարապետյանը։ Իսկ Սամվել Կարապետյանի շուրջ ովքեր են հավաքած, որ ուժերն են հավաքվում։ Այն ուժերն են, որոնք չեն ընդունում այսպես կոչված Ռոբերտ Քոչարյանին, չեն ընդունում Գագիկ Ծառուկյանին, բայց ընդունում են Սամվել Կարապետյանին որպես խոշոր բիզնեսմեն, կայացած բիզնեսմեն, փառքաստու եւ հնարավորություններ ունի ինչ-որ իմաստով։ Այդ ձևի ընդունում են եւ այդ մասը շատ կարևոր մասա է, շատ կարևոր մասա է։ Ու ձեր կարծիքով նրանք չեն գնա այս ստեղծված իրավիճակում Քոչարյանին կամ Ծառուկյանին ձայն տան։ Շատ քիչերը կգնան, եթե այսպես շարունակվի։ Բայց կարծում եք Սամվել Կարապետյանը այսպես հանգիստ կնստի կնայի ու ինչպես են իրեն իր կուսակցությանը իր ուժը հանում ընտրար պայքարից։ Փողոցային շարժում։ Ես վստահաբար ասում եմ, այն 100 հոգին, որոնք գնալու են պայմանական 100 հոգի, փակ գաղտնի քվեարկությամբ ձայն տան Սամվել Կարապետյանին կամ Հայաստան Դաշնիկին կամ Գագիկ Ծառուկյանին, եթե այդ քաղաքական գործիչները այդ իրենց այդ 100 հոգուն հրավիրեն փողոց, երկուսը դուրս կգան։ Այո։ Ինչու եք այդպես կարծում։ Դա այդպես է, որովհետև Նիկոլ Փաշինյանը այսօր ստեղծել է տոտալիտար վախի մթնոլորտ։ Ես իմ վատագույն երազներում չէի պատկերացնի, որ քաղաքացին իրեն ավելի կշռված կզգա մեր օրոք, հեղափոխությունից հետո մեր օրոք ավելի կշռված կզգա իրեն, քան Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ես այդպես բան ես չէի մտածի։ Հիմա այդպես է։ Հիմա դեռ դեռ մեկ էլ մեր շրջապատում էր ամեն ինչ։ Պարոն Ղազարյան, ձեր ասածով ստացվում է, որ մենք աներանելի վիճակում ենք, որ Փաշինյանը տեսնելով, որ Սամվել Կարապետյանի ըստ էության ամենամեծ ընդդիմադիր ուժը թափ է հավաքում եւ կա վտանգ, իրական վտանգ պարտվելու հավաքական ընդդիմությանը, նա ամենամեծ ուժին հանելու է առաջիկա օրերին ընտրապայքարից, այսինքն ասելու է գրանցումը չեղարկելու են։ Եվ ըստ ոչինչ այս իրավիճակում չի կարելի անել եւ Փաշինյանը անպարտ ստացվում է։ Ոչինչ հնարավոր չի լինելու անել, որովհետև իրանք բազան ստեղծել են եւ ստեղծում են բազան, թե ինչով կարող են հիմնավորել այդ ամեն ինչը, եւ եթե Ղազարյան Հովիկները Հելի Բողոքյասի պարոն Փաշինյանից ինչ է կարող, ես պետք է այդ մարդուն ընտրեի, ասի գնան ընտրի, Ռոբերտ Քոչարյանին ընտրի, Գագիկ Ծառուկյանին ընտրի, չեմ հասկանում, Արմեն Թաթյանին ընտրի, դուք ուզում եք պարոն Ղազարյան, որպեսզի լրտեսական ցանցի հիման վրա Իսկ դուք չեք կարծում, որ այս իրավիճակում, երբ որ կարծես թե մեր հասարակությունը գոնե մեծ քաղաքներում, հասկացել է, որ սրանք իսկապես լուրջ, աննախադեպ, ճակատագրական ընտրություններ են, իրենք կզայրանան Փաշինյանի այս որոշումից եւ ավելի շատ կմասնակցեն ընտրություններին, իսկ իրենց հերթին էլ Սամվել Կարապետյանը եւ իր ուժը կոչ կանեն իրենց աջակիցներին Այդուամենայնիվ գնալ եւ մի քանի ուժի անուն կտան, ում կարելի է գնալ եւ ձայն տալ, այդ թվում նաեւ ձեր նշած Ծառուկյանի եւ Քոչարյանի ուժերին, նշելով, որ մենք այս իրավիճակում իրենց հետ կպայմանավորվենք եւ մենք մեր մասնակցությունը կունենանք ձևավորվող կառավարությունում։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանի օրակարգն է։ Ահա։ Սա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, որ ասի տեսակ, Վահագն Ալեքսյանը ասի տեսակ, որ ասում ենք սա Ռոբերտ Համարը, որ թող ասի, հենա հիմա թող քայլարվի, կանխարգելիչ քայլարվի, որ Փաշինյանի կողմից այդ իմ ասած բանը գործողությունը կատարելու անիմաստ դառնա, թող քայլի հիմա արվի։ Որն է, այդ գներեք 1000 անգամ դերևս ճակատի գաղափարն է։ 4 ամսով, 3 ամսով իշխանություն ձևավորել գաղափարն է։ Մարդիկ կան, որ ձեռքերը կտրես Ռոբերտ Քոչարյանին ձայն չեն տա։ Չնայած Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը հաստատուն բարձրանում է։ Դա մի կողմ թողնենք, բայց մարդիկ կան ձեռքը կտրես Ռոբերտ Քոչարյանին ձայն չեն տա։ Ասենք Սամվել Կարապետյանին, նա գովեր Սամվել Կարապետյանին ձայն տալիս, դա 80%-ը ոչ Սերժին ձայն, ոչ Ռոբերտ Քոչարյանին ձայն կտա, ոչ Գագիկ Ծառուկյանին ձայն կտա։ Պարոն Ղազարյան։ Հետևաբար, երբ որ կներեք, երբ որ ստեղծի ճակատի գաղափարը, որ ընդհանրապես 4 ամսով, 3 ամսով ստեղծի ժամանակավոր կառավարություն։ Ես հիշում եմ ձեր այդ խանգարող հանգամանքը Նիկոլ Փաշինյանը իր վարչական ռեսուրսով, իր ռեպրեսիվ ապարատով դուրս մղվի բանից եւ 3-4 ամիս հետո եւ Ռոբերտ Քոչարյանի համար եւ Սամվել Կարապետյանի համար առավելևս կստեղծի չեն ընդունել ձեր առաջարկը, հիմա այս իրավիճակում ինչ կարելի է անել, եթե դուք լինեիք առաջարկը, եթե իրենք էլ նմանատիպ որևէ բան չանեն, օրինակի համար։ Ինչ պետք է անեն կոնկրետ։
օրինակ եմար Հայաստան դաշինքը հայտարարի, բոլորը հայտարարի, որ այս ուժերից որևէ մեկին դուրս մղելու դեպքում մենք ենք դուրս գալու տապայքարից։ Օրինակ եմար 18 ուժ է, 19-ներ 18 է, բոլորը դուրս չեն գա, մի 5-6-ը կմնան։ Բայց այդ հսկայական մասսայի համակիրները չեն գա ընտրության եւ իշխանությունը լեգիտիմության լուրջ խնդիր կունենա այն ժամանակ ասենք գոնե կարելի կլինի այդ հեղափոխական իրավիճակը ստեղծել։ Կարող է կարելի կլինի, ես այդքան վստահ չեմ, բայց եթե դա չի արվում, եթե չի արվում նրան այս գաղափարին մոտիկ որևէ բան, ապա ուժերը կամա թե ակամա ծառայում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, ով կամա, ով ակամա գերեվա հունիսի 8-ին։ Բարոն Աղազարյան, բայց մյուս կողմից էլ մենք գիտենք, որ Արևմուտքի կարծիքը Փաշինյանի համար, Արևմուտքի աջակցությունը Փաշինյանի համար բավականին այսպես լուրջ նշանակություն ունի եւ մի բան է երբ Արևմուտքն ասում է ինչ որ բաների վրա աչք է փակում, մյուս բան է աչք փակել, երբ ընտրություններից մի շաբաթ առաջ դու ընտրապայքարից հանում ես ամենամեծ ընդդիմադիր ուժին, որովհետև այդ արևմտյան առաջնորդներն իրենց երկրներում էլ չէ բնակչություն ունեն, դրանք էլ կտեսնեն, որ ում են աջակցում, սա կարա նախադեպ դառնա։ Արևմտյան այն ուժերը, որոնք այսօր գտնվում են իշխանության վրա, իրենք արդեն բան են ապրում, հետընթաց են ապրում եւ շուտով են փոխվել իշխանությունները արագ-արագ բոլոր երկրներում։ 1, երկրորդը Մոլդովայում ո՞նց եղավ։ Մոլդովայի մոտորապես այդպես եղավ։ Չեմ հիշում քանի օր առաջ արկելեցին երկու ուժի եւ որի արդյունքում ուղղակի հաղթեցին եւ Եվրոպան ծափահարեց։ Ասենք բա եղավ Մոլդովա։ Այսինքն ձեզ արևմուտքը աչք կփակի նաև սրան։ Իհարկե, այդ բազան ստեղծում կարող է պատահ, նույնիսկ կարող է պատահ հնարավոր տարբերակ լինի, որ ընտրությունները հետաձգվեն ընդհանրապես։ Ինչ ձևով, ինչ պատճառով։ Բանա, չգիտեմ օրենքը թույլ տալիս է թե օրենքը հնարավորություն տարբերական գտնեն բանման ստեղծված իրավիճակում, երբ որ աչ ու ձախ լրտեսներ են, աչ ու ձախ արտաքին ուժերի ազդեցություններ կա եւ Եվրոպայից եւ Ռուսաստանից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ Թուրքիայից եւ այլ, մենք պետք է հետաձգենք ընտրությունները ինչ որ մի քանի ամսով, որպեսզի հանդարտեցնենք այդ վիճակը, բոլոր լրտեսների բռնենք։ Եթե Փաշինյանը չի հեռանում, ո՞նց եք հանդարտեցնում, պարոն Աղազարյան։ Ես չեմ ասում, դա Փաշինյանը կարող է այդպեսի բան անել, դեռ որ դա է տարբերակ, որտեղ այս բանը չի հաղթում։ Իսկ ինչ է անելու Ռուսաստանը ըստ ձեզ։ Ռուսաստանը արդեն անում է ինչ անել։ Ռուսաստանը արդեն Փաշինյանի չի խոսում, Ռուսաստանը խոսում է հայ ժողովրդի հետ։ Ասում է, որ ես Փաշինյանի շատ եմ խոսացել ժամանակին, ինքը իրան թվում է թե ինքը կարա եւ Տրամպին ֆռասնի եւ Եվրոպային ֆռասնի եւ մեզ ֆռասնի բաման մենք կլինենք այնքան ձեր հետ ինչքան որ դա մեզ ձեռնտու է երբ որ պահը գա կոպիտ ասած դեպը չէ რა խոսքերը հետեւաբար Ռուսաստանը դիմել է հայ ժողովրդին եթե հանում է Սամվել Կարապետյանին ընտրություններից ինչ է անում Ռուսաստանը ուղիղ իմաստով ոչ մի բան չի անում ինչ պիտի անի Ինչ պետք է անի, դա մեր ներքին գործն է, ոչ մի չի անի, եւ չպետք է անի, եւ չպետք է անի, այն հիմա ինչ որ անում է, քարոշչական իմաստով, դա բավարար է, որպես հայ ժողովուրդը կողմնորոշվի, ասենք, դա բավարար է, եւ իրականում են դա, որովհետեւ իրանք էլ իրենց նպատակներ ունեն, գրողը տանի, աշխարհի բոլոր պետությունները առաջնորդվում են շահերով, մենակ Ռուսաստանն է, որ պիտի առաջնորդվի միայն հայերի շահերով, իրանք են առաջնորդվում իրենց շահերով ունեն, եւ հետեւաբար շահերին համապատասխանել գործում են, մեղադրելու չի, բայց ուղիղ միջամտությունը բանաները ցանկացած դեպքում թե Ռուսաստանի կողմից մի քիչ տրամաբանական չի, որտեղ այս պահին, հա, պարոն Աղազարյան, տեսեք, մենք ունենք ձերբակալված Անդրանիկ Թևանյան Ծառուկյանի ուժի երկրորդ համարը, ճիշտ է։ Եվ այսինքն Փաշինյանը հայտարարել է, որ Անդրանիկ Թևանյանը լրտես է, հա, դավաճանել է հայրենիքը եւ այլն, այո։ Եվ ինչու պետքա Ինչ թողել 2 տարի նորից շարունակել։ Հասկանալի է, որ պետք չի հավատալ ինչ են ասում իշխանությունները, ես ուզում եմ ձեզ տրամաբանություն ասել, որովհետեւ ցանկացած գործ գոնե ասենց մի թեթև տրամաբանությանը, չէ՞ պետք է։ Եթե Ծառուկյանի վրա էր այդ մեծ քրեական գործ են բացել Թևանյանի վրա, այսինքն Ծառուկյանի ուժին, իրենք ինչպես են այսօր դուրս հանելու պայքարից Սամվել Կարապետյանի ուժին։ Ես ինձ մոտ տպավորություն է, որ եթե իրենք այդ հնարավորությունը ունենային, դրանք վաղուց դուրս կհանեին, ոչ թե կթողնեին, որ այդ ուժը քաղաք առ քաղաք մեծ հավաքներ անցկացնի։ Դա պետք է անի հնարավորինս վերջի պահին, որ ընդդիմությունը վերադասավորվելու հնարավորություն չունենա։
հնարավորինս ինչքան հնարավոր է վերջի պահին, որպեսզի ընդդիմությունը չկարողանա վերադասավորի իր ուժերը։ Բայց բոլոր արդեն հիմա ակնհայտ է արդեն առավելևս երեկվա այդ գեղեցիկ քայլից հետո Ադրբեջանի փախստականների վերադարձից հետո ակնհայտ է դառնում, որ հավաքական ընդդիմությունը հաղթելու է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եթե Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ պայմանավորվածություն ունի, որ իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին, ապա Նիկոլ Փաշինյանը կդառնա մարդկության պատմության մեջ ամենահզորագույն պետական ղեկավարներից մեկը, եթե դի պայմանավորվածություն ունի, դե չունի։ Ցավոք սրտի, չունի։ Եվ ըստ այդմ մնալու է կպնելու է իր աթոռին, ամեն ինչ անելու է։ Ամեն ինչ անելու է, որ պահի, այո։ Բայց տեսեք, մյուս կողմում էլ Սամվել Կարապետյանն է, չէ՞, որ ով նույնպես շատ բան ունի կորցնելու, էլ չեմ խոսում, որ նա նորից կհայտնվի Սամվել Կարապետյանի Սամվել Կարապետյանի համար էլ են այս ընտրությունները։ Իհարկե, բայց բանը, այստեղ մի քիչ ուրիշ բան կա, հիմա կարող է Սամվել Կարապետյանը բացառություն է։ Ընդհանրապես բիզնեսմենների հոգեբանությունը լրիվ ուրիշ է, քաղաքական չի իր հոգեբանությունը։ Մեկ, իհարկե մի քանի մարդիկ կան իր շրջապատում, որոնք բարձրաժեք եւ բարձր որակի մարդիկ են, տոն են տալիս ինչ-որ իմաստով, բայց ընդհանուր առմամբ իրանց թիմը, վերջին ցուցակները չհաշվեց, որ որոշ մարդիկ մտան, ահագին ուժեղացրեցին, քաղաքական իմաստով թույլ էր։ Եվ այն իրավիճակը, որ առաջացավ, երբ որ ինքը սկսեց խոսել արդեն, թեկուզ բան, ոչ սահուն բան կապ չունի, բայց հումորի տեղը ամեն ինչ տեղը որոշակի բան փոխվեց, արդեն երբ որ դառավ բնական մարդ ընկալվեց, հասարակության մեջ ինչ թվում է, թե մի բան կոտրվեց արդեն, եւ հիմա այդ process-ը գնում է։ Եվ ոնց եմ ասում, դա տեսնում է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ առաջիկա օրերին ինքը ինչ-որ բան կնախաձեռնի։ Ու դուք բացառում եք փողոցային պայքարը։ Ես արդյունք չի տա, որովհետև նորից եմ ասում։ Փաշինյանը փողոցով է եկել իշխանության։ Փաշինյանը փողոցով է եկել իշխանության սիրով, բանով, ամեն ինչով, այդ ժամանակ ոչ մի բան չկար, մեկ նույնիսկ Սերժի նկատմամբ էլ ատելություն չկար, որ ուզում էինք բանանեինք, ասենք չթողնեինք, որ երրորդ անգամ բանաներ իշխանության կար, առաջի անգամ մեր չաթնում այդ նախադասությունը ես եմ գրել, Սերժ Սարգսյանը գնում է երրորդ անգամ դեպի իշխանության մենք անելիք ունենք, թե չունենք, Վարդան անդամ է այդ ժամանակ, նախադասությունը ես եմ գրել առաջի անգամ, չկար ատելություն, թշնամանք, բան չկար, հիմա թշնամանքը և ատելությունը շատ մեծ մակարդակի վրա է, մարդիկ, որոնք այսօր խոսում են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կոռուպցիոն դրսևորումներից, Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն դրսևորումներից Սերժ Սարգսյանի, եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ինչ-որ բան են ստեղծել տարիների ընթացքում, շատ մասը թափանցիկ, շատ մասը ոչ թափանցիկ, այսօր մարդիկ դա անում են մի օրում, երկու օրում։ Այդ ամեն ինչը եւ այդ սաղ շնամանք է գեներացնում։ Հիմա հունիսի 8-ին, ասենք քնենք բոլորս արթնանանք, հունիսի 8-ին ԿՊ-ն իշխանության չի։ Դուք ո՞նց եք պատկերացնում որոշ մարդկանց վիճակը։ Կգնան Հայաստանից։ Կգնան, Հայաստան կգնան։ Ես դրա համար եմ ասում, որ անդիմությունը պետք է արդեն այսօր հրապարակավ խոսի հումանիտար միջանցքի մասին ոչ միայն Փաշինյանի համար, այլ նաև ասենք նրա թիմակիցների համար, գոնե նրանց համար, ովքեր ակնհայտ պետությանը դեմ գործողություններ են կատարել, հա, գոնե ովքեր այդ ատելությունն են սերմանել, ովքեր դրանց համար ինչ հումանիտար միջանցք։ Դե եթե երկու կշերքի վրա, եթե կշերքի վրա է մի կողմից երկիրը անցնցում իշխանափոխության տանելը, իսկ մյուս կողմից դրանց պատժելը, ինչն է ավելի կարևորը ձեզ։ Չէ, եթե որևէ մեկը թույլ եք տվել բանը խախտում, որ եկեք խախտում, պետք է պատասխան տանք։ Ես էլ չէ, ասեք որոշ բաներ կա, դարձպես ես էլ իմ մեղքի բաժին ունեմ, բնականաբար։ Հետևաբար ես էլ պետք է պատասխան տամ։ Երբ որ պատասխանը չտանք, երբ որ պատասխան չի տրվում, ապա դա դառնում է բաներ է։ Իսկ դուք ուզում եք, որ Փաշինյանը հեռանա, անկեղծ։ Իշխանությունից հեռանա, ասեք ինչ արժեք հեռանա, որ չվերարտադրվի։ Այո։ Իհարկե։
Փաշինյանը եթե վերարտադրվում է, դա բանը մարտահրավերներ են առաջանալու, որոնց կառավարումը գրեթե անհնարին լինելու եւ դրանք այդ մարտահրավերները ուղղված են լինելու հայոց պետականության վերացմանը, այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այնպիսի խաղաղություն, ինչպեսին այսօր Արցախում է։ Այսինքն առանց հայերի խաղաղություն։ Չեք վիճի, որ այսօր աշխարհում ավելի խաղաղ տեղ քան Արցախն է, չկա։ Բայց նաև հայ չկա։ Բայց նաև հայ չկա։ Նույնն էլ Հայաստանում է լինել։ Այսինքն լինել։ կիսում եք Քոչարյանի այն հայտարարությունը, երբ նախորդին հայտարարել էր, որ եթե Փաշինյանը վերընտրվի, շատ հավանական է, որ նա լինի Հայաստանի վերջին վարչապետը։ Այսինքն Հայաստանն էլ չի լինի անկախ։ Ես երբեք կատեգորիկ բաներ չեմ ասում, որովհետև երբ կատեգորիկ բաներ ես ասում, որ պետք է ձեռները ծալես նստես։ Ես ասում եմ հետևյալ, եթե Փաշինյանը վերընտրվի, ապա կառաջանան մարտահրավերներ, որոնց կառավարելը շատ դժվար կլինի, եւ այդ մարտահրավերները կարող են, Ռոբերտ Քոչարյանը ասած իմ բերել, եթե չկառավարվի, օրինակի համար։ Ես դա եմ ասում, ասենք ես չեմ ասում, եթե վաղը Փաշինյանը ընտրվի, մենք պիտի թողնենք փախնենք, չէ, դա չէ բոլոր դեպքերում, բայց որ վտանգվելու է հայոց պետականության գոյության հարցը միանշան է։ Ինձ հետաքրքիր է ԿՊ-ի պատգամավորների մեջ չկա գոնե մեկը, որ սա հասկանում է։ Շատ են հասկանում։ Այսինքն իրենք հասկանում են, որ իրենց քաղաքականության այդ մարտահրավերները, որ դուք ասում եք, մենք կկառավարենք։ Իրենք համոզված են, որ իրենք կկարողանան կառավարել։ Այո, բանը դավաճան չեն։ Իրենք համարում են, որ իրենք իսկապես շատ խելացի իրենք այդ մարտահրավերները կկառավարեն։ Ոչինչ որ Ալիևը բան անում։ Ասում է Արևմտյան Ադրբեջան, ոչինչ որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայից դիմում է Ալիևին, ասում է Ալիև ջան, արի բան անենք, մենք չգանք Արցախ, դուք էլ մեկ եք Հայաստան։ Հույսը ինչի վրա են դրել, ում վրա են դրել։ Օրինակի համար, այդ բանը խեղկատակ է, Տրամփ կոչված, կամ այդ հիմար Մակրոնի, որը Կիլիկյան տվեց Թուրքիային, հետո Արցախը տվեց Ադրբեջանին, հիմա ուզում է Հայաստանը ցրի եւ ստե խաղաղություն հաստատի։ Լավ, դրանց մեջ մեկը չկա, որ կասկածի տակ է դնում, որ իրենք կարող են տապալվել եւ Հայաստանը կարող են կործանել։ ԿՊ-ի մեջ։ Այո։ Կան, բնականաբար կան, բայց նորից իրենք ասում են այդ մարտահրավերը կառավարվի։ Երբ որ ես խմբակցության նիստերի ժամանակ հարց էի տալիս վարչապետին ուղիղ կամ պարոն Միրզոյանին, որ այդ բանակցությունների ընթացքում արդյոք քննարկվում է այսպես կոչված ադրբեջանցիների Դուք եք առաջինը, չէ՞ բարձրաձայնել այդ հարցը։ Փախստականների վերադարձը Հայաստան, ասում էին ոչ, ամենակարևորը ես զգում եմ, որ վարչապետը նաև ներվայնանում էր այդ հարցադրումից։ Ես հետևողականորեն հարցը բացատրել եմ։ Իմ գործընկերն ասում են լավ էլի, ինչ հարց ես բար, չկա դες բան այ ախպեր, չկա դες բան։ Հետո մի որոշ ժամանակ հետո, ասեմ որ տեմեն ոնց կա բոլոր դեպքերում, մի որոշ ժամանակ հետո ասում են Այմարդ, այդ ով կգա կապրիստ է։ Հիմա ասում եմ կապապատիտ համաձայնություն ունի, բայց ով կգա կապրիստ է։ Իսկ որոշ ժամանակ հետո հենց Արեն Սիմոնյանը ասեց, հա ինչ կլինի, թող ապրեն։ Մենք էլ կգնանք այնտեղ կապրենք։ Մենք էլ կգնանք այնտեղ կապրենք։ Ով ասում է, որ թող ադրբեջանցիները գան Հայաստան, արցախցիները տան Արցախ եւ այդ երկու հարցը դրման նույն նժարի վրա, այդ է պետական դավաճանը։ Պարոն Աղազարյան, ես հիշում եմ, որովհետեւ իրանք 10 միլիոն են, մենք 3 միլիոն ենք, մենք յուրաքանչյուր հայի պետք է այնպես անենք, որ ստեղ ապրի, երեխեք ունենա, ու չգնա, որտեղ գնա։ Ես հիշում եմ, պարոն Աղազարյան, որ մեր հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ ԿՊ-ի մարդիկ, ԿՊ-ի անդամները Փաշինյանի շրջապատը բարոյականությունից շատ հեռու մարդիկ են եւ այնպիսի բարքեր ունեն, որ մենք չենք էլ պատկերացնում։ Ըստ ձեզ կլինեն մարդիկ, ովքեր եթե այդուամենայնիվ չնայած դուք դա բացառում եք, Փաշինյանը հեռանա, մնան Փաշինյանի կողքին եւ շարունակեն ասել, որ իրենք ճիշտ են, թե մի գիշերում բոլորը կփոխվեն, բոլորը կասեն մենք ինչ կարող ենք անել։ Կլինի շատ քիչ մարդիկ, հատուկ։ Ով է ամենահավատարիմ թիմակիցը Փաշինյանի։ Դեմա անտալես չքանով կորեկտ չգիտեմ, բայց կլինի շատ քիչ։ Երևի մի 10 հոգի ոչ ավել։ Իսկ ուժային կառույցները ըստ ձեզ։ Չէ, ուժային կառույցները ինչ կապ ունեն։ Չէ, ուրիշ հարց եմ տալիս։ Ուժային կառույցները ըստ ձեզ որ պահը կգա, որ կասեն, չէ, մենք արդեն չենք կատարում ձեր հրամանը, սա հակասահմանադրական է, օրինական չէ։
Եթե բանա, եթե ասենք հրահանգների, ասենք կրակել եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն չեն կրակի։ Գիտեք, եթե 20000 հոգիլն են, միտինգավորները, հազար անգամ ներողություն, բանա, իմ մոտ եթե գարեն մորթում, ես չեմ ուտում։ Հա։ Եթե 20000 հոգի կան ազգային ժողովի վրա եւ ես ազգային ժողովի մոտ եմ, ասենք քպի ունի, ես կրակեի 20000 հոգու վրա։ Որովհետեւ բայն 2.980.000-ը։ Բայց եթե դա ասեն 100,000-ը, ասեն դա ասեն չէ, 100,000-ը ասեն 100-150,000, դա ասեն դեպի վիճակը եւ ուժայինները, այդ մի հատ թիվ կա, չգիտեմ 75,000 հոգեբանական նշանակություն է, թե 100,000-ն է։ Դուք կարծում եք Փաշինյանը 2018-ին Հանրապետության հրապարակում 100,000-ից ավելի մարդ էր հանում։ Հա։ Դե 250,000 մարդ է, լավ, եթե ոչ ավելի։ Ամբողջ Հանրապետության հրապարակը լցված էր կողքի փողոցներով էլ։ Ամենապիկ ժամանակ։ Եվ բացի դա, ասենք Գյումրի մարանդին էր, այնտեղ առանձին, ասենք ամբողջ ժողովուրդ էր։ Ողջ այն որ ասեն հեղափոխությունը եղավ, չեղավ, սարքացել Փաշինյանը։ Բոլորը տեսանելի պիտի լինի։ Տեսանելի պիտի լինի, որ այդ բանը այդ ուժայինները չգնան այդ քարին, բայց եթե 20,000 հոգի գալիս են բան, ասենք ազգային ժողովի վրա վերջին վարչապետի վրա ուժայինների պարտքն է այդ բանը 10,000 հոգի խոսք յոլակի, բայց չեմ կարող այդ պայմանական է, չէ՞ թվերը։ Այսինքն ինչ որ մի թիվ կա, որ կան կառնեն։ Հա, իսկ դուք բախումները, բացառում եք, ասենք որ Փաշինյանի աջակիցները դուրս գան Սամվել Կարապետյանի աջակիցների դեմ եւ իսկապես լուրջ բախում լինի։ Չէ, դա չի լինի։ Դա չի, ինչու չի լինի։ Որովհետեւ Փաշինյանի աջակիցները շարքային մակարդակի վրա բոլոր դեպքերում իրանք բանը վճռական չեն։ Իրանք դիրքը թույլ է։ Իրաց դիրքը թույլ։ Իրաց դիրքը թույլ է, այո, որովհետև մենք ասում ենք, մենք ինչ ենք ասում, ասենք ոչ Փաշինյան աջակիցները մի շարքային մեր քաղաքացի, ինչ ենք ասում, ապա ջան, այս մարդը 8 տարի դաժանագույն դժվարագույն վիճակում երկիրը ղեկավարել է, սխալներ է թույլ տվել, հոգնել է, ֆիզիկապես, բարոյապես, անես, պիտի էթա, որովհետև մենք կորուստներ ունենք։ Մենք կորուստներ, մարդկա, ասում եմ, բանը ում ես ընտրում, ասում է, մոտիկ մարդ, ասենք, Նիկոլ Փաշինյանն է ընտրում, ասում, փախստականների վերադարձը, լով։ Ասեմ ենթադրենք դու այսօր համոզվում ես որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի 7 օր հետո փաստաթուղթը ստորագրվում է 10 օր հետո 6 ամիս հետո ինչ ես անում որ չեմ ընտրի բայց արդեն ընտրել ես էլի հա ասում եմ եթե այսօր համոզվեմ որ այդպես է դա այդպես լինի չեմ ընտրի ասենք Փաստորեն դա ամենա դեպքերից դիրքը թույլ է իրաց դիրքը թույլ է Ես ստացվում որ այդ 300,000 ադրբեջանցիների հարցը ամենա ցավոտ թեման է։ Բաստամանադրությունը, խի մենակ բաստամանադրությունը հողասում են։ Ահա։ Բայց ուղիղ տեքստով են ասում։ Հակառակ դեպքում եթե չլիներ ստամանադրության հարցը, եթե չլիներ անկլավների հարցը, եթե չլիներ այդ 300,000 փախստականների հարցը, այն փաստաթուղթը որ իրանք ստորագրել են արդեն նախաստորագրած, ես եմ ստորագրել դա։ Դա նորմալ է, ըստ ես կարծում եմ, դա նորմալ է։ Գրեթե նորմալ է, գրեթե նորմալ է։ Ստորագրել բայց ես ցավում եմ, որ մենք պետք է վերջացնենք մեր ոդքասթը, վերջին հարցս, պատկերացրեք, որ դուք ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդն եք եւ ձեզ պետք է հանեն ընտրապայքարից։ Ինչ կանեիք դուք անձամբ։ Այդ պահին։ Ահա։ Դե բնականաբար գտիմեի իմ համակիրներին որպեսզի փողոց դուրս գան, տեսնենք ինչ վիճակ է, այդ քանի պիտի անի արդեն այդ ժամանակ։ Իհարկե պիտի արվի։ Ես ոչ չեմ ասում չարժի անել։ Դա պետք է արվի, բայց որքանով դա արդյունավետ կլինի։ Ախր քվեարկությունը։ Մարդիկ կարծում են, թե ընտրությունները տեղի ունենալու հունիսի 7-ին։ Ոչ, ընտրությունները այսօր է տեղի ունենալու, վաղը չմիսօր 3 օր առաջ։ Հունիսի 7-ին արձանագրվում է այդ արդյունքները, եւ այդ արդյունքները իհարկե դեր կանգնել այսօր հեշտ է, ավելի շատ ավելի հեշտ, քան առաջ։ Բայց այսօր պետք է այդ քայլերն արվի, որ այդ բաների դեմն արվի։ Ինչ քայլ պետք է անի, ինչ պետք է այսօր ասի Սամվել։ Այ այսօր Սամվել Կարապետյանը ինչ պետք է ասի, որ կանխի Փաշինյանի այդ անօրինական քայլը։ Ընդդիմությանը համախմբի։ Դա դրա հնարավորությունը ձեզ դեռ կա։ Իհարկե, դա հնարավորությունը լինելու է մինչև ամսի 3-ը։ Մինչև ամսի 3-ը հնարավորություն լինելու է ընդդիմության համախմբի։ Մեր ասած բանաձևն ընդունելի չի իրենց համար, թող իրանք բանաձև գտնեն։ Թող նստեն այդ ընդդիմության լիդերները եւ նաեւ
Այն ուժերը, որոնք 1500 ձայն են տանելու, որոնք կենտրոնական տրական հանձնաժողովից գրանցված են, մենք չէ։ Այն ուժերը, որոնք կենտրոնական տրական Մեկը հանձնաժողովից դուրս է եկել արդեն։ Մեկը դուրս է եկել, ահա, ապրի ինքը, որ դուրս է եկել, քսելա բռնելա, որ կարող է քիչ ձայն տանի չհաղթանի 4%-ը, ավելավ այդ 4%-ի մի մասը է, հա, ասենք ընդդիմադիր դաշտին, շատ տրամաբանական ճիշտ որոշում է կայացել։ Բայց այդ դրա համար պիտի դու շատ վստահ ես, որ չես հաղթահարում, էլի, հետևաբար նրանք ովքեր որ արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված են, եւ նրանք ովքեր որ գտնում են, որ վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, բոլորը պետք է հավաքվեն միտեղ։ Սամվել Կապետյանը չասի դու ախպեր 20000 ձայն ունես դուստից գնա։ Բոլորին պետք է հավաքել։ Որովհետև այդ համախմբությունը դառնում է շաղախ։ Այդ շաղախը ընտրողին կանչում բերում է, այդ իմաստով։ Ընտրողին կանչում Եթե բերում։ տարբեր մարդիկ որ լիքը տարաձայնություններն են միասին հավաքվել են, Բայց ուրեմն խնդիրը շատ լուրջ է։ Ես էլ դա մի ձայնը տամ։ Բա այդ դրա իմաստն է եւ նաեւ արդեն ապահովագրված լինեն հնարավոր այդպես կոչված ոտնձգություններից ընդդիմադիր այս կամ այլ ուժի նկատմամբ իշխանությունների կողմից։ Պարոն Աղազարյան, այդ ամենայնիվ ես հուսով եմ, որ մենք միասին օրենք կհանդիպենք իրար հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում եւ բոլորս դուրս են գալու տոնելու Փաշինյանի հեռանալը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ